վերջից սկսենք։ Այո, բարդ է։ Բարդ չի, ես կարծում եմ, ես գնահատականները տվել եմ, այստեղ այդ նույն գնահատականները ուղղակի նոր իրողություններով ամրապնդվում է։ Պատերազմ նոր է սկսել։ Այն նախորդ օրերին ինչ եղավ, դա պատերազմ չէր։ Առաջին 3-4 օրը դա իշխանափոխության միտված գործողություններ ռազմական կոմպոնենտով։ Գլխատել Շատ հեռու մնացած։ Գլխատել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը, սպանել հոգևոր առաջնորդին, զինվորականներին, որից հետո ըստ արևմտյան, ամերիկյան եւ իսրայելական ուղղային կենտրոնների Իրանը պիտի սպիտակ դրոշ բարձրացներ։ Ոսկն հանձնվել։ Ըստ իրենց, այսինքն իրենք իրենց բոլորին չափում են իրենց արշինով։ Ոսկն եթե իրենց մոտ այդպես լիներ, իրենք անպայման հանձնվելու են։ Բարձրացվեց մսկիթի վրա կարմիր դրոշ, վրիժառության հատուցման դրոշը եւ հայտարարվեց ջիհադ։ Սա Իրանի պատասխանն էր։ Կազմվեց ժամանակավոր կառավարման կենտրոն մեկ աշխարհականով, նախագահով, 2 հոգևորականով եւ փորձագետների խումբ 80 փորձագետ, որոնք պատասխանատու են նոր գերագույն հոգևոր առաջնորդի ընտրության։ Գերագույն հոգևոր առաջնորդը 3 ընտրվել է, ամենաճիշտ եւ միակ ճիշտ ընտրությունն է զոհված նահատակ Խամենեի որդին է, երկրորդ որդին է, որը եղել է 17 տարեկանում մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին եւ ստացել է լուրջ հոգեոր կրթություն, զբաղեցել է պաշտոններ եւ կրթական համակարգում եւ ունի կառավարչական փորձ, շատ մտերիմ է Պահապանների կորպուսի հետ եւ այդ անձի նշանակումը առնվազն 2 կարևոր շեշտադրումով ընտրվեց։ Առաջին, այդ անձը ունի անձնական մոտիվացիա Ամերիկայի դեմ մահուկենաց պատերազմի միջև վերջ տանելու, եթե դրա անհրաժեշտությունը լինի, եթե Միացյալ Նահանգները չկանգնեցնեն ռազմական գործողություններ, որտեղ զոհվել է հայրը, մայրը, կինը, երեխան, այսինքն անձնական մարդկային առումով։ Ինքը առավել արմատական գծի կողմնակից է եւ իր ընտրությունը նշանակում է, որ Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության քաղաքականությունը այս հակամարտության մեջ մնում է արմատական ինչեւ հաղթական ավարտը։ Երկրորդ ընտրությունը, ինչու այդ անձը։ Այդ անձը ինքը ազգության պարսիկ չի, ազերի է։ Երկկողմանի ընդ որում, սա նշանակում է, որ այո ԱՄՆ-ի այն քայլերը ըստ որի բլիցկրիգը կամ կայծակնային հաղթանակը գլխատելուց հետո երբ ձախողվեց, նրանք փորձեցին նաև օգտագործել անջատողական տրամադրությունները քրդերին, ինչպես ասում են, հետո ազերիներին եւ այդ ազերիների պահով բավականին հետաքրքիր զարգացում եղավ, երբ ոչ հարբեցող ծաղրացու, բայց իրականում իր բնույթով ծաղրացու, որտեղ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ ճողոպրել է իր երկրի տարածքից այնպես ինչպես մեր հարբեցող ծաղրացուն առիթ օգտագործել է չծառայելու համար։ Խոսքս Ալիևի մասին է։ Երբ որ ասում ճողոպրել է առաջին պատերազմի ժամանակ լինելով հասուն տարիքում նա չի մասնակցել իր երկրի զինված ուժերում պատերազմի։ Հիմա այդ անձը մի բեմականացում արեց Նախիջևանում։ Պատկերացնում եք երկու անօթաչու են գնում։ Երբ որ պարսիկն երբ որ Իրանի զինված ուժերը անօթաչուներով այսօր աշխարհում արտադրությամբ լավագույնն են, ավելին ռուսական շատ անօթաչուներ պատճենումն են եղել ուրեմն իրանականի։ Ուրեմն ընկնում է մի օթանավականի անապատային տարածքում, ասենք որտեղ արտակնոցն է, այսպես էլի։ Եվ մեկ էլ մի դպրոցի վական հերու տարածքում։ Ու մեկ էլ մի քանի ժամ հետո Ալիևը ասում է, որ սա Իրանից է թռչել։ Իհարկե, Ալիևի ականջները ձգեցին Իրանի զինված ուժերի շտաբի հայտարարությունից հետո, երբ ասին, այս սիոնիստական ուժերն ձեր երկրի տարածքից դուրս կբերեք, որից հետո ինքը շատ արագ զանգում է։ Մինչ այդ բավականին դիվանագիտական հայտարարություններ եղան, բայց պարոն Նահապետյան, եւ Իրանի կողմից, դե որ հետո սկզբից Ալիևի 4 կեցված կա եղել հայտարարություն, որով ուղղակիորեն մատնանշում էր թիրախավորում էր մեկ Իրանի զինված ուժերը, մյուսը Պահապանների կորպուսը։ Այ որից հետո այդ հայտարարությունից հետո փափկեց, սկսեցին ավելի մեղ բանակցություններ ճշտել եւ այլն, վերջում էլ եղավ հեռախոսազրույց Ալիև Փեզեշքյան։ Հիմա սա ինչի համար եմ ասում, սա շատ կարևոր է, որովհետեւ ազերիների գործոնը օգտագործելու փաստորեն ցախողվեց։ Ադրբեջանը, ինչպես ասում են, պատասխանում են ֆաս հրամանի, հիմա Ալիևը հասկացավ, չէ, ինչ ֆաս, ինչ բան։ Երկիր է կորցնելու։
Վստահաբար։ Այսինքն եթե գործողություն լիներ, ձեզ ասում եմ, Իրանի զինված ուժերը առաջին գործողության մտնելու էին Նախիջևան։ Անկասկած։ Անցնելու են թուրքական զինված ստորաբաժանումների վրայով, Նախիջևանը ամբողջովին վերցնելու էին, հետո փակելու էին Թուրքիայի եւ Նախիջևանի այդ սահմանային կտորը, որ ժամանակին Իրանից գնել են 20-րդ դարի կեսերին, 30-ականներին, այսինքն այլևս Թուրքիան Նախիջևանի հետ կապ չէր ունենալու։ Մի կարևոր հանգամանք կա 21 թվականի Կարսի պայմանագրով, եթե Նախիջևանի ուղղությամբ ինչ որ ռազմական ինչ որ գործողություններ են լինում, ապա պիտի դրան միջամտի Թուրքիան։ Եվ փորձագետներն ասում են, սա շատ լավ իմանալով է Միացյալ Նահանգների եւ Իսրայել տանդեմը այդ ուղղությամբ աշխատեցին եւ հրթիռ ուղարկվեց Նախիջևան, որպեսզի հնարավորինս արագ Թուրքիային եւ Ադրբեջանին ներքաշեն այս ամեն ինչի դեմ եւ Իրանի ուղղությամբ, այսինքն չգիտեմ, պլան արդեն բն է գն է, որ կարողանան մինչ էթնիկ այդ փոքրամասնություններին եւ ադրբեջանցիներին հանել։ Այդ թեման փակ, ասենք այսպես, անջատողական տրամադրությունների թեման փակվել է։ Մի անջատողական տրամադրություն։ Դե փորձերից մեկն է Նախիջևանի ուղղությամբ Իսրայելը ամերիկյան այս ֆայլը Ադրբեջան ազերիներ այս ճակատները քրդեր, չէ, ես նկատի ունեմ օղակները, հաջորդը դրանից առաջ քրդերը Իրաքով։ Իսկ քրդերը Իրաքից ու մինչև այս Ադրբեջան ազերիներ միջանկյալ մի հատ էլ է փորձարվել։ Պակիստանում բելուջները, երկկողմանի բելուջներն են ապրում։ Այնտեղ էլ փորձարվեց, ինչպես ասում են, Պակիստանը, քանի որ այսօր այս պահին նախկինում Բրիտանիայի ստեղծած պետություն, ԱՄՆ-ի դաշնակից, ձեզ վստահաբար եմ ասում, Պակիստանը այսօր Չինաստանի դաշնակիցն է, նաև ռազմական առումով, եւ վերջերս Պակիստան-Հնդկաստան բախման ժամանակ, երբ Հնդկաստանի օդուժը եւ հոբ համակարգերը ուղղակի ոչնչացվեցին, սա ոչ թե Պակիստանի զինվորների քաջության ցուցիչ է, այլ չինական զենքի առավելության։ Եվ բելուջների խլրտոցը Իրանի տարածքում սաստեց Պակիստանի իշխանությունները, որի տարածքում եւս բելուջներ կան։ Այսինքն բելուջների թեման էլ փակվեց։ Հիմա այս անջատողական տրամադրությունների թեման փակվել է։ Այ պատերազմը, հիմա իսկապես մտնում են պատերազմի այն փուլ, որտեղ քրիտիկական ենթակառուցվածքներն են ոչնչացում, այսինքն նավթի պահեստներ, նավթի վերամշակման գործարաններ, օդանավակայաններ, ճանապարհներ, կամուրջներ, սա քրիտիկական ենթակառուցումներն են։ Եվ հարվածը իդեպ ԱՄՆ-ի ու այս վերջին երրորդ փուլն է սա։ Ուղղակի այդ քրիտիկական ենթակառուցումներն էր ուղղված։ Մեկ էլ ոչ ավել ոչ պակաս պարզում է Իրանը ոչ միայն համարժեք է տալիս բոլոր այն երկրներում, որտեղից ամերիկյան բազաներ կա եւ հրթիռներ է թռչում, այլև այդ երկրների քրիտիկական ենթակառուցվածքներ։ Այսինքն այնտեղ նավթահորեր, նավթի վերամշակման գործարաններ, գազի պահեստարաններ առանց սեթևեթանքի Իրանը հարվածում է։ Եվ այդ վերջի, ինչպես ասում են, ակորդը փակվեց նրանով, որ մինչև եթե Իրանը հարվածում էր հիմնականում ամերիկյան բազաներին 14 պետության տարածքում, 3 այդ հարցակումը իր միջանկյալ ամփոփումը արվեց Իսրայելում Բեն-Գուրիոն օդանավականի վրա 1.5 տոննանոց լիցքով հրթիռի խոցմամբ։ 1.5 տոննան դա հանակ մասխարություն չի։ Այսինքն սա Իրանը առաջին անգամ օգտագործեց բալիստիկ հրթիռները բականին մեծ լիցքով 1.5 տոննայով։ Դա մի ամբողջ թաղամաս կարող է միանգամից ոչնչացնել ցանկացած բունկեր։ Ասեմ դες երեք խոցվել է Բենյամին Նեթանյահուի երկու բունկերները, երկուսը Իրանը խոցել է, ընտանիքը պարզ չի որտեղ է, ինքը պարզ չի որտեղ է, ասում են միջուկային զինանոց ունի բականին խորը բունկերներ եւ այնտեղ է։ Ասում են դրանք fake լուրեր են, իրանական կողմն է տարածում, որ այսպեսի բաներ կա, որ հարվածել են։ Այդ 1.5 տոննան կա, մի վարքան, այդ նկարից հետո երեք Իսրայելում որոշում է կայացել, որ Իսրայելի տարածքից ցանկացած նկարահանում, որտեղ իրանական կողմը խոցում է, ուղղակիորեն քրեորեն պատժելի, ձերբակալ եւ այլն։ Որտեղ իրանական կողմը, ասենք, դիզերան ավել չունի, որ վերևից ինչպես ասում են այդ պատկերները, թե կարծում են, որ չինացիք հաստատ կօգնեն, էլի։ Բայց փաստը մնում է փաստ, որ Իրանը ելք առաջին անգամ 1.5 տոննանոց հրթիռ է լիցքով օգտագործել, որը բավականին ծանր է, որտեղ այդ հրթիռները այդ մեծ լիցքով ինքը կարող է, ասենք, հարվածել Իրանի, Իսրայելի երկու էլեկտրակայանի։ Իսրայելը չունի ատոմական հոսանքի ստացման, ունի երկու մեծ էլեկտրակայան։ Հարվածում են էլեկտրականներին, հոսանք չկա, թեման փակում է։ Իսրայելը խավարի մեջ է, շուրջօրյա։
Երկրորդ, ունի երկու մեծ քիմիական գործարան։ Այդ հրթիռները հարվածում են այդ գործարաններին, էկոլոգիական մեծ աղետ։ Հարվածում են անապատում գտնվող միջուկային ռեակտորին, պայթում է, քամու ճիշտ ուղղություն հաշվելուց հետո այդ տարածքը դառնում է Չեռնոբիլ 2-ի սցենարով։ Իսրայել պետությունը ընդհանրապես թեման փակվում, ինչպես ասում են, լույսը կարող է կանջատել, դուռը փակել եւ գնալ։ Բայց Իսրայելը հայտարարել է, որ իր քաղաքացիները դուրս գան Հայաստանի Հանրապետությունից, Վրաստանից եւ Ադրբեջանից։ Նաեւ տեսակետ կա, որ կարող է միջուկային այդ օբյեկտների վրա հարձակում լինի իրանական եւ դրա համար իր քաղաքացիներին հետ է քաշում, այսինքն աղետ ողջ տարածաշրջանը կարող է Եկեք միջուկային օբյեկտները առարկայացնենք, ինչ ասելա միջուկային օբյեկտ։ Կա Բուշերի ատոմական, որտեղ ռուսներն են աշխատում, ռուսների կողմից իրենք ատոմական, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրանում, ռուսական մասնագետները իրանց ֆինանսավորմամբ եւ այլն։ Հիմա եթե տեսականորեն նայենք Բուշերի ատոմականին հարված լինի, ընդունենք, հա, սա նշանակում է, որ լրիվ խաղի կանոնների նոր հարթություն, այսինքն միջուկային պատերազմ ցանկացած երկիր, որը միջուկային տերություն է, կարող է կոչակը սեղմել։ Սա է, այսինքն լրիվ նոր հարթություն է մտնում։ Եթե դա չի, եւ Իսրայելը ասում է, ինչպես ԱՄՆ-ի նախագահը ասում է, մենք ոչնչացրել ենք այդ միջուկային զինանոցը եւ այլն, դա ցենտրիֆուգների մասն է։ Դրանք սարքեր են, որտեղ ուրանը հարստացնում ես մինչեւ ռազմական 100%, 10-ից 15%-ը քաղաքացիական ատոմականի համար, 100%-ը կամ 95% եւ բարձրը դա միջուկային զենքի համար հարստացված ուրանը, որը պլուտոնիում է։ Այսինքն ռազմական ուրան է դառնում։ Հիմա այդ ցենտրիֆուգերն են սարքում։ Ինքը ուրեմն խորքում 80 մետր եւ ավելի խորն է։ Իդեպ են 12 օրվա հունիս ամսին ԱՄՆ-ի Իսրայելի հարձակումից հետո նրանք պարբերաբար փորձում էին հարվածել, բայց դե B2 ռազմական կործանիչի վրայի հրթիռները առավելագույն խոցում են 60 մետր խորություն։ Այդ բունկերները 80 մետր եւ ավել են։ Այսինքն ինչքան էլ հարվածես չի վնասի։ Հա սա ընդունենք իգիտություն։ Միակ կարմիր գիծը, որ կարող է անցնել տեսականորեն Իսրայելը եւ ԱՄՆ-ն, դա միջուկային տակտիկական զենքի օգտագործումն է։ Իրանը պատասխան ունի Իսրայելին հարվածել կոնկրետ անապատում գտնվող այդ միջուկային ռեակտորը եւ Իսրայելի թեման փակվում է, եթե ԱՄՆ-ն է հարվածում, սա նշանակում է, որ երկիր մոլորակի վրա նոր իրավիճակ է, այսինքն ԱՄՆ-ը դառնալու Իզգոյի բոլոր պետությունները, երկու անգամ միջուկային զենքի կիրառում, երկուսն էլ ԱՄՆ-ը։ Ես կարծում եմ, որ երեք Տրամպի նախաձեռնությամբ Տրամփ-Պուտին խոսակցությունը լրիվ այլ բանի մասին է խոսում։ Առավել Միջև այդ մեկ հարց էլ ունեմ, այսպես ճշտող հարց ասեմ, ինչ չգիտեմ։ Դուք գիտեք, որ նաև այսպիսի քարոզ էր գնում զինվորականների շրջանում Միացյալ Նահանգների, որ սա, այսպես ասած, Քրիստոսի նոր մոտավորապես խաչակրած արշավանք է, Քրիստոսի նոր գալուստը, Արմագեդոն կլինի, դրանից հետո Քրիստոսը կգա եւ Աստված ինքն է կանխորոշել, որոշել, որ Նեղոսից միջև Եփրատ պիտի այդտեղ Իսրայել, այո, մեծ Իսրայելն է, այդ ժողովուրդը պիտի այնտեղ անի, բայց մյուս կողմից տեսեք, արաբական աշխարհն է, որ այս դաշնակիցներ են, հա, Միացյալ Նահանգների հետ եւ իհարկե այս հայտարարությունից հետո աղմուկ բարձրացավ եւ Հորդանանի եւ տարբեր տեղից աղմուկ բարձրացավ, բայց տեսեք, հիմա մի կողմից սա է, մյուս կողմից արաբական աշխարհն է, մյուս կողմից այսպիսի նկարտումներ եւ այսպիսի հայտարարություններ։ Ես ուրեմն սրա մասին խոսել եմ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին։ Սողոմոնի 3-րդ տաճարի կառուցման մասին ես լավ հիշում եմ, երբ հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածք մտան Համասի զինյալները, գերեվարեցին 132 անձի, որպեսզի փոխարինեն, նպատակը որն է, փոխարինել մոտ 4000 գերեվարված պաղեստինցիների, որոնք գտնվում են Իսրայելի բանտերում։ Տարան փոխանակեն։ Հաջորդ օրը հոկտեմբերի 8-ին Իսրայելի պաշտպանության նախկին նախարարը հրապարակավ հայտարարում է պատերազմ Համասին։ Եվ սկսում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Նպատակը, այսինքն Իսրայելը այդ ամեն ինչ հրաշալի գիտեր, որ պաղեստինցիները մտնելու են, գերեվարելու են, իրեն առիթ էր պետք, որտեղ հոկտեմբերի 8-ին ինքը արդեն պատերազմ հայտարարում։ Նպատակը Իսրայելի տարածքից դուրս դնել մոտ 3.5 միլիոն պաղեստինցիներ, ուղղակի հեռացնել։ Ինչու։ Երկու հատվածում են, Գազայի հատվածում եւ Հորդանանի արևմտյան ափում։ Գազայում արդեն մասամբ հաջողել է իրենց, հենց հիմա էլի դատարկվում են։ Հա, հիմա նայենք, բայց այդ Գազայի հսկողություն, վերահսկողությունը Համասն է անում, ոչ Ցախալը։ Հիմա արձանագրենք հետեւյալը. այդ ժողովրդին դուրս դնելու իմաստը ո՞րն էր։ Այն չէր, որ այդ տարածքներում նոր քաղաքներ կառուցեին, որտեղ Գազայի հատվածի մի մասը միջերկրական ծովի ափին է, ափամերձ բիզնես եւ այլն։ Բուն նպատակը
որ պահին մահմեդական աշխարհի համար երրորդ սրբավայր հանդիսացող Ալաքսա մզկիթը պետք է պայթեցվի, հեռացվի, որովհետև Սողոմոնի երրորդ տաճարի տեղն է կառուցած։ Սողոմոնի երրորդ տաճարից մնացել է լացի պատը, իսկ ամբողջ տարածքը ֆիքսված երկու անգամ կառուցվել է, այդտեղ կառուցվել է հենց մի վայրում, որտեղ հիմա մզկիթ է։ Ուրեմն մզկիթը վերացնելու համար խոչընդոտ կար, խոչընդոտը պաղեստինցիներն էին, որտեղ 3 միլիոն մահապարտ էին։ Ինչու՞, որտեղ մահմեդականների համար նորից եմ ասում, երրորդ սրբավայրն է։ Առաջինը Մուհամեդ Մարգարեի ծննդավայրն է, Մեքքան, երկրորդը որտեղ թաղված է Մեդինան, երրորդը Ալաքսան, որտեղ հիմա Սողոմոնի երրորդ տաճարը պետք է կառուցվի։ Այս օպերացիաներ, այսինքն, իսկ ինչու է ուզում կառուցել Սողոմոնի երրորդ տաճարը, որտեղ ռաբինները Բենյամին Նետանյահուին եւ քաղաքական թիմին համոզել են, որ հիմա ըստ Թալմուդ եւ Թորայի իրանք ապրում են ժամանակներ, որտեղ փրկիչն է գալու։ Փրկիչը արդեն ծնվել է, ինքը կա, որ գա հրեա ազգին միավորի եւ փրկի եւ այլն, որտեղ պիտի նստի։ Պիտի նստի միայն Սողոմոնի տաճարում, իսկ այս Սողոմոնի տաճարը դեռ չկա։ Այսինքն, քանի դեռ տաճարը չկա, փրկիչը չի կարող գալ։ Ուրեմն խնդիրը ո՞րն է, տաճարը կառուցելու համար Ալաքսան պիտի պայթեցնել։ Պայթեցնելու համար, որ խնդիր չլինի, պաղեստինցիներին Երուսաղեմից բանից Իսրայելից պիտի հանել։ Սա հрьяաների հուդայիզմ դավանող հрьяաների եւ իրենց հոգեվորականների արաբական աշխարհը։ Հիմա նայ քրիստոնյաների պահով Ամերիկայում ինչա։ Ամերիկայում էլ ասում են, այո, Սողոմոնի երրորդ տաճարը պիտի կառուցվի։ Եվ այդ ժամանակ ըստ Հովանեսի հայտնության գրքի, վերջին գիրքն է, նոր կտակարանի, լինելու է մեծ կռիվ, չար ու բարի։ Չարը ասոցացվում է Գոգով, բարին Գոգով, չարը Մագոգով։ Գոգի Մագոգի կռիվն է, որտեղ այս կողմից Իսրայելների դաշնակիցներով այն կողմից չարը գիտեք ով է մարմնավորում։ Իրանը։ Իրանն է մարմնավորում չարի բանակը։ Եվ այս երկու բանակները պատերազմում են, պատերազմի վայրը Արմագեդոն տարածքն է Երուսաղեմում, եւ որից հետո չարի իշխանություն 7 տարի հետո Հիսուսի երկրորդ գալուստը։ Բողոքական եկեղեցու Տրամպի ուղեղը լցել են սրանով։ Դե ասում են ավետարանչականներով հիմա իր աշխատակազմը այո, այսինքն, այո, տեսակ են աղոթքի պահել։ տեսել, չէ՞ ինչ աղոթքեր, գնա գալիս է, ինչպես ասում են վերջ։ Բացի այդ, շատ կոնկրետ իր աշխատակազմում լցված է ավելին, ես 3-4 օր առաջ տեսել եմ հաղորդում Տակեր Կարլսոնի, որը հրաշալի մի հաղորդում էր, կոնկրետ այդ Երուսաղեմում Սողոմոնի երրորդ տաճարի վերաբերյալ, որ Իսրայելի բանակի բոլոր զինծառայողները համազգեստի վրա շևրոն, 4 շևրոն ունեն։ 4-ից, ասենք մեկը դրոշն է, հա։ Մեկը Սողոմոնի տաճարի նկարն է։ Այսինքն այսօր Իսրայելի բանակի զինվորը մոտիվացված է այն կռիվը, որ ինքը վարում է եւ որի համար ինքը կարող է զոհվել, նրա համար է, որ Սողոմոնի տաճար կառուցի, որտեղ իրենց փրկիչն է կանում։ Մոտիվացիոն դաշտ է, դա բավական լուրջ մոտիվացիա է, այսինքն մարդը իմաստավորում է իր մահը։ Եվ ասում են քարոզը նաև Միացյալ Նահանգների զինվորականների շրջանակում է։ Հիմա իսկ Միացյալ Նահանգների բողոքական եկեղեցու մոտ Հիսուսի երկրորդ գալուստն է։ Բարձ եմ ասում, բայց երկու դեպքում էլ այդ Սողոմոնի տաճարը պիտի կառուցվի։ Եվ այսպես, այսինքն սրանք միստիկ մոտիվացիաներն են, բայց որի տակ եթե ավելի առարկական լինենք, զուտ տնտեսական շահը։ Իսկ տնտեսական շահը հետեւյալն է. կտրել Չինաստանին նավթից։ Նավթի գները հասնել երկինք 200 եւ ավել դոլար 1 բարելի դիմաց եւ Չինաստանին չտրվի ոչ իրանական նավթը, ոչ էլ Վենեսուելան, որտեղ հիմնականում Չինաստանը հոսանքի արտադրության իր 80%-ը նավթի վրա է նստած, 3 հիմնական մատակարարներն են Վենեսուելան, Ռուսաստանը եւ Իրանը։ Վենեսուելայից չի գնում, Իրանից եթե հաղթում են կտրում է, մնում է մի Ռուսաստան։ Նավթի գներն էլ այս բախման հետևանքով հասնում է երկնքին, աստղերին եւ Չինաստանի տնտեսությունը պայթում է։ Իսկ ինչու է Չինաստանի տնտեսությունը խիստ վտանգավոր։ Շուտ շատ կարևոր հանգամանք կա։ Երկու նախագահ կյանքով հատուցեցին մի քայլի համար, որով համաշխարհային տիրապետության գլոբալիստների թիմ 1 գործիքը փորձեցին կոտրել, որի անունը Ֆեդերալ ռեզերվային համակարգ։ Առաջին այդ փորձը արեց Քենեդին, ԱՄՆ նախագահը, որտեղ փորձեց, քանի որ Ֆեդերալ ռեզերվային համակարգը ինքը մասնավոր բանկերների միություն է, որը իրավունք ունի էմիսիայի փող տպելու, որը պետական գործառույթ է, բայց ստացվեց այնպես, որ 1913 թվականին
այդ իրավունքը տրվեց մասնավոր բանկերին։ Դա այդ թեմա է, եթե պետք է դա մասնել, բական հետաքրքիր։ Այդ թվում նաև Տիտանիկում ովքեր զոհվեցին, էլի, ԱՄՆ-ի իրական էլիտաներ, գլուխը կերան, որ 13 թվականին հանձնվի, էլի, ԱՄՆ-ի կառավարությունը եւ դա մասնավոր բանկերներն են, այդ էմիսիա իրավունքը։ Հիմա ուրեմն Քենեդին ինչ արեց։ Մոտ 30 միլիոն դոլար տպեց դոլար, որի վրա գրված էր ապահովված է արծաթով։ Բարձր եմ ասում։ Այսինքն ինքը Ֆեդերալ ռեզերվային համակարգի դոլարին այլընտրանք դոլար ստեղծեց, հատուցեց կյանքով։ Երկրորդ նման փորձ արեց Կադաֆին, որտեղ փորձում էր հաշվառն որ շատ հարուստ երկիր էր եւ այդ անապատի տակ այդ նույն տարածքով մաքուր խմելի ջուր օվկիանոս, հա, ել չեմ ասում նավթի գազի պաշարները, այդ մարդը ինչ արեց, ասեց իմ դինարը, այսինքն իր արժույթը պետք է ապահովված լինի ոսկով, իսկ այդ ինչ է նշանակում, դոլար, որը հիմա ապահովված չէ ոչնչով եւ փող արժույթ, որ ապահովված է ոսկով։ Այսինքն ինքը մրցակցության մեջ է, չէ՞, միանգամից դոլարի հետ մտնում։ Ինչով հատուցեց կյանքով։ Հիմա երրորդ փորձն է արվում Չինաստանը ոսկու հսկայական պաշարներ կուտակելով ամբարելով, նա յուանը շուտով, եթե այս ամեն ինչը այսպես ասենք ԱՄՆ-ի պարտության հետևանքը լինի, գնայեք ինքը հրապարակավ ասելու ինչ է շահում այս ամեն ինչը։ Նայեք, յուանը ապահովված է լինելու ոսկով, այսինքն Ֆեդերալ ռեզերվային համակարգի դոլարին կա այլընտրանք միջազգային արտարժույթ, որի անունն է յուան, որը ապահովված է ոսկով։ Այդ դրա համար է հիմա Չինաստանի դեմ մահուկենաց կռիվ գնում, որ Չինաստանի տնտեսությունը ոչնչացնի, որ հանկարծ Ֆեդերալ ռեզերվային համակարգին այլընտրանք գումար չլինի ոսկով ապահովված։ Ինչա շահում կողմից տնտեսական մրցակցության մեջ Ամերիկան հասկանում է, որ Չինաստանը իրեն հաղթում է եւ դրա համար հիմա նավթի աղբյուրները կտրեն, նավթի գինը բարձրացնեն, բայց հարված չի Չինաստանին։ Լատինական Ամերիկա, Մերձավոր Արևելք։ Հիմա ինչա, հիմա